շատ է խոսվում կառավարության եւ ընդհանրապես պետական մարմինների դանդաղության մասին, բայց նաեւ իմ հետազոտությունը այն է, որ աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ, այսինքն կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը, իհարկե շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ, բայց ինքը կառավարությունը դանդաղ մարմին է, որովհետև կառավարությունը մարմինն է, որ պարտավոր է 7 չափի 1 կտրի, այլ 8-9 չափի 1 կտրի։ Ուրիշ բան եղավ, ես մի ընկերության, որ հարգելի գործընկերոջ, որ բարձրացնում էր այս հարցը, ասացի, կներեք, իսկ ձեր ընկերությունը ինչ պլանավորում ունի, այսինքն դուք ձեր գործունեությունը ինչ ժամկետի համար եք պլանավորում, ինքը ասեց 6 ամսից մի տարի, ասեց թե 5 տարի, 6 ամսից մի տարի, հա, ասեց դե մեր պլանները 6 ամսից մի տարի է, ասացի Էդ է պատճառը, որ դուք ասում եք դանդաղ է, որովհետև դուք, մենք բոլորս, մենք նույն ձևի մտածող մարդիկ ենք, չէ՞, մեկը կյանքը մեկին բերել է, կառավարություն, մյուսին տարել է բիզնես, բայց նույն մարդիկ ենք, մենք ուզում ենք այսօր պլանավորենք 6 ամսվա պլան, այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետք է իրականացնենք Եվ տանում ենք կառավարությանը համայնքին ասում ենք դե շուտ արեք, 3 օրում, 4 օրում, տեն չի լինելու, ընթացակարգ կա։ Այսինքն, որպեսզի մենք ժամանակին անենք, դա պետք է պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ, այլ պետք է պլանավորվի 2 տարի առաջ, որովհետև իրենք գալիս են կառավարության ընթացակարգերում, կառավարական կամ համայնքի ընթացակարգերի մեջ եմ մտնում, դե ասում է ուշանում եմ քշի Բայց ասում ես մի րոպե, եղբայր, սա տաքսի չէ, էլի, սա ավտոբուս է, որովհետև ավտոբուսը ունի իր երթուղին, ավտոբուսը ունի իր արագության ստանդարտը, ավտոբուսը ունի իր անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսը ունի կանգառներ, ինքը ամեն կանգառում պետք է կանգնի։ Հնարավոր չի բարձրանալ ավտոբուս եւ ակնկալել, որ տաքսի կամ այլ ավելի արագ տրանսպորտային միջոցի բանով տեմպով մենք կարող ենք առաջ գնալ։ Ուրիշ բան ավտոբուսը պետք է արագ լինի, բայց ավտոբուսը կարող լինի արագ լինի ավտոբուսի ստանդարտով։ Մենք չենք կարող ավտոբուս նստենք, ասենք ուզում ենք որ տաքսո արագությամբ քշես։ Չի լինի տենց, եթե մենք տաքսո արագությամբ քշենք, ուրիշ քաղաքացիներ, որը պետք է կանգառներում իջնեին, կսկսեն պատուհաններից թռնել կամ առնվազն միջադեպեր կլինեն